Եթե ձեռքի տակ չկա ձու, մածուն կամ կաթ, սակայն ցանկանում եք պատրաստել համեղ թխվածքաբլիթներ, ուրեմն գրանցեք բաղադրատոմսը։ Այս խրխրթան թխվածքաբլիթները իդեալական են սուրճի կամ թեյի սեղանի համար, որքան արագ պատրաստվում, նույնչափ արագ էլ վերջանում են, այդ պատճառով խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը 3 հիմնական բաղադրիչ՝ 170 գ հալեցրած կարագ, 250 գ ալյուր և 100 գ շաքարավազ։ Հալեցրած կարագի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ և ամբողջ շաքարավազի կեսը՝ մոտ 50 գ։ Շաքարավազի մնացած մասը կօգտագործենք թխվածքաբլիթները ձևավորելու ժամանակ։ Այս բաղադրատոմսով ստացվում է միջին քաղցրություն ունեցող թխուկներ։ Եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազը մի փոքր ավել օգտագործել։ Այս թխվածքաբլիթները իրենց համով հիշեցնում են շաքար լոխում կամ լուսին թխվածքաբլիթների համին, քանի որ օգտագործվող բոլոր բաղադրիչները նույնն են։ Ի դեպ, կարագի փոխարեն կարելի է վերցնել նունչափ յուղ կամ մարգարին։ Եթե պահք եք պահում, բուսական յուղը հրաշալի տարբերակ է։ Կարագը և շաքարավազը խառնելուց հետո ավելացնում ենք 250 գ ալյուր։ Ինչպես նկատեցիք, սոդա կամ փխրեցուցիչ չենք օգտագործում, այդ իսկ պատճառով խմորը կարելի է թխել անմիջապես։ Խմորը ձեռքով հավաքում ենք, սակայն չենք ունցում։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող, փափուկ, փխրուն խմոր։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Գունդը բաժանում ենք 2 հավասար մասի և ձեռքերով այսպես երկարացնում ենք։ Քանի որ ստացվում է բավականին յուղոտ խմոր, աշխատելու ընթացքում այն ձեռքերից չի կպչում։ Լցնում ենք շաքարավազը, խմորը շաքարապատում ենք, այնուհետև բաժանում ենք մոտ 1 սմ հաստությամբ կտորների։ Նույն եղանակով ձևավորում ենք նաև հաջորդ գունդը։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք 180 աստիճան, թխվում են 15-ից 18 րոպեի ընթացքում, կախված է ջեռոցի հզորությունից։ Պարտադիր օգտագործում ենք յուղաթուղթ և պատառաքաղի օգնությամբ այսպես հետաքրքիր նախշեր ենք անում։ Այս թխվածքաբլիթները պատրաստելու համար ձեզանից կպահանջվի մոտ 30 րոպե, թխվելու ժամանակահատվածը ներառյալ։ Պարզ հասարակ բաղադրիչներ, պատրաստման հեշտ տարբերակ, համեղ արդյունք, էլ ինչ է պետք օրը լավ սկսելու համար։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ ընդամենը 3 հիմնական բաղադրիչով պատրաստվող նման հետաքրքիր և համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։